շատ հետաքրքիր եւ Հայաստանի համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, ժողովուրդ ջան։ Այս սրանից կուզենամ մի հատ իրար հետ մտածենք, որտեղ ես իսկապես մի տեսակ օպտիմիզմով լցվեցի։ Դուք միշտ նկատել եք, ես ավելի պեսիմիստորեն եմ մոտիկանում, որ ամեն ինչ շատ վատ է։ Հենց որ բարև ձեզ, հիմա եկեք այս թեման մի հատ իրար հետ խելքի տանք, որ դուք էլ մտածեք ու ձեր կարծիքը գրեք։ Ես շատ ուրախացա, որ լսեցի երեկվա լուրերում, որ իսկապես Պարսկաստանը բանակցում է Միացյալ Նահանգների հետ։ Դա ֆեյք չէր, դա սուտ չէր, ու սրա հետ կապված այն հայտարարությունները հնարավոր է, որ Հայաստանում կլինի պատերազմ սեպտեմբերին, որտեղ դա կարելի ասել 80%-ով սուտ է, բայց կա մի փոքր տարբերակ, որ հնարավոր է լինի։ Ընկերներ, տեսեք, ես միշտ Պարսկաստանը համարել եմ Հայաստանում, Հայաստանի այս րոպեին միակ ոչ թե դաշնակիցը, այլ այն հարևանը, ում շահերը համընկնում է Հայաստանի շահերի հետ։ Դրա համար ես դեռևս տարի առաջ էր, թե երբ որ Սիրիան բան եղավ, էլի, կորավ, Սիրիան պարտվեց, որ ես շատ տագնապալի հաղորդում ունեի ձև, էլի մի քանի հատ, որ վտանգը մեծանում է Պարսկաստանի նկատմամբ, իսկ եթե Պարսկաստանը թուլացավ, դա Հայաստանի վերջն է։ Իսկ հիմա հակառակը, Պարսկաստանը ավելի բարձր դիրքերում է։ Նույնիսկ խոսում է փոխհատուցման մասին Միացյալ Նահանգներին, որ նա պետք է ռեպարացիա վճարի իրան վնասի համար, էլի։ Մի լսեք այդ Եվրոպամետ այդ վերլուծաբաններին, որ Պարսկաստանը պարտվեց, չբուկչանին, որ լսեք, ընդհանրապես էլ չկա Պարսկաստան։ Ոչ։ Ու սրա ազդեցությունը մեր քաղաքականության վրա, թե ինչի հայտարարվեց շքերթի մասին մայիսի 28-ին, էլի, սրանք միգուցե իրար կապված են, որտեղ ձեր կարծիքով Պարսկաստանը հիմա կհամաձայնվի, որ իր սահմանին Միացյալ Նահանգները ինչ-որ մի տիրապետության զգոտի ունենա, իհարկե ոչ։ Նա հենց հիմա հավատացեք, այս բանակցությունները, որ գնում է Պարսկաստանի ու Միացյալ Նահանգների միջև, էտել է, իրանք էտել են քննարկելու, էտել են դնելու սեղանին, որ ոչ մի միջանցք։ Մեր սահմանին պետք է մնան այս նույն կարգավիճակը, սահմանների փոփոխություն չպետք է լինի։ Չպետք է Պարսկաստանը կտրվի, գցենք Ադրբեջան, Թուրքիա այդ նատոյական, ամերիկամետ այդ երկրների կողմից, նրանց ազդեցության գոտում գտնվի էլ այդ սահմանը, նա չի համաձայնվի, նա դրան դեմ է եղել ամենասկզբից, շատ կոշտ հայտարարություններ արել է։ Դրա համար սա մեր համար շատ լավ տարբերակ է։ Ես զգում եմ, որ Միացյալ Նահանգները լուսանցքից դուրս է թողել Իսրայելին այս բանակցություններում, սա Իսրայելի դուրը չի գալիս։ Հիմա Տրամպը փորձում է փրկի իր դեմքը, հասկանում եք, որտեղ ընտրությունները իր վարկանիշը շատ ցածր է, իրանց ազգային ժողովի, էլի սենատի ընտրություններ են լինելու։ Դրա համար պատերազմը, որ խոսում են շատերը, սա մի մասը քաղաքական նպատակով արվեց, բայց կարծես այդ քաղաքական նպատակով արվածը դառնում է իրականություն, որ հնարավոր է, եթե տրիպը փոզմիշ լինի, որտեղ եկեք ազնիվ լինենք, եթե տրիպի գոյության դեպքում երբեք Ադրբեջանը ռիսկ չի անի ինչ-որ մի ռազմական գործողություն, որտեղ դա Տրամպի վարկանիշը կգցի, գումարած շուտով ընտրություններ է իրանց մոտ, կարծեմ նոյեմբերի սկիզբ իրանց սենատի, դա Տրամպին միանգամից կասեն, բանդը խաղաղություն էր բերել, էլի իրար են գզում։ Դրա համար այս տարբերակում էլ չի լինի պատերազմ, էլի, դա տրամաբանական չի։ Տրամաբանականը նա է, որ հնարավոր է, երբ որ տրիպը չեղարկվեց արդեն Պարսկաստան Միացյալ Նահանգները իրանց բանակցությունների ընթացքում, Ադրբեջանը փորձի ինքը սկսի բանակցի Թուրքիայի հետ միասին Պարսկաստանի հետ։ Դե Իսրայելի օգնությամբ, էլի։ Իսրայելը այստեղ անպակաս չի, որտեղ Իսրայելը իր դիրքերը այս րոպեին շատ ծանր վիճակում է։ Դիվանագիտական եւ քաղաքական այդ ձևով, էլի։ Որտեղ ինքը իր նպատակին չհասավ, ռեժիմը այաթոլլաների չտապալվեց։ Դա շատ լավ է։
ու կարող է տեսեք ինչ որ մի կոմպրոմիսի գալու համար նրանք պատերազմ հրահրեն մի փոքր Հայաստանի հետ։ Պարզապես հենց որ Իսրայելի շահերն էլ այդտեղ հետո պաշտպանվի, երբ որ արդեն Թուրքիան եւ Ադրբեջանը գնան Իսրայելը ասենք ինկոգնիտո Պարսկաստանի հետ բանակցելու էլի այդ ճանապարհի շուրջ։ Միգուցե այս դեպքում լինի այդ միջադեպը էլի պատերազմ, ասենց ասած, կամ հարձակվեն Սյունիքի վրա։ Իսկ դա էլ քիչ հնարավոր է, որտեվ ես ինչքան էլ մեր այս քաղաքական դաշտում այսքան կապիկություններ անում են, այնտեղ կան խելացի մարդկանց, ոմանց ես ժամանակին ճանաչել եմ, էլի, շատ խելացի, շատ խորը վերլուծող մտքով մարդիկ, որ հավատացեք, նույնիսկ մի փողկապի հավելավճար էլ այն ժամանակ չեն ստանում, բայց աշխատում են մի ամբողջ մի բաժնի փոխարեն, էլի, մի հոգին։ Մնացածը ուղղագրությունը չգիտեին հայերեն։ Կառավարությունում էլ կային նստած, ազգային ժողովում էլ։ Դրա համար այդ մարդիկ այսօր միգուցե դրա համար են խորհուրդ տվել այդ շքերթը կազմակերպել, որտեվ ստեղ մենք էլ մեր խաղը խաղանք, մենք պետքա նույն Ադրբեջանին հասկացնենք, որտես ոգևորված ենք նավթամուղերով ոսկլտացող էլի Պարսկաստանում, տեսանք ինչ եղավ, ասում են Պարսկաստան, Պարսից ծոցի այդ երկրներում, Քաթար, Դուբայ, բան նրանց, Քուվեյթ։ Դրա համար մենք ավելի sense պետքա ոգևորվածություն ցույց տա մեր ռոպագանդան։ Կապ չունի լինի նիկոլական, տաշիրական, գցեն քոչարյանական, դաշնակական, կապ չունեն բոլորը։ Բոլորը հիմա պետքա ոգևորություն ցուցաբերեն, էլի այդ պատերազմի այդ ոգին ցույց տան, էլի, որտեվ ոնց ձեզ ասեմ, ճշնամին երբ որ տեսնում է հակառակորդի բարոյահոգեբանական այդ դուխը բարձր է, ավելի շատ վախենում է։ Ու միգուցե շքերթ այդ նպատակն էլ ունի, որ ուզում են շքերթել անցկացնեն, որ մենք ունենք անօթաչուներ, որ կան զորավարներ, մեր մոտ պետք է այդ էլ հայտարարվի զինվորականներից կամ ինչ-որ մի sense երկրապահի տղաներից, որ մենք կհարվածենք նավթամուղերին, ոնց որ հենց Պարսկաստանը խփեց։ Մենք էլ ենք ուզում տեսնենք ադրբեջանական այդ նավթամուղերը sense կրակ օդ ծուխը բարձրացած։ Մենք պետք է հիմա այս ձևի ագիտացիա տանենք, որ մենք չենք վախենում պատերազմից, որ մենք պոչներս, քամակներս չենք մտցրել, ասենք էլի, նայում ես այն տարբեր ինչ որ անհայտ բնությանը կենթանիներ պատմում են, որ շուտով պատերազմ է լինելու, եթե Նիկոլը չընտրվի կամ ուժեղ ինչ որ առաջնորդ չունենանք, էլի։ Հագնում են զինվորականի համազգեստը եւ տագնապ տարածում։ Ես սրան համաձայն չեմ, մենք հակառակը պետքա ավելի ոգևորիչ ինչ որ մի sense մարդիկ խոսան, որ լսեք, այ մեր ուզածը է, որ ձեր նավթամուղը սարքենք լուցկի, sense բարբեկյու անենք, sense կրակը լինի, որ Երևանից է նստենք նայենք, այդ ձեր ծուխը նայենք ոնց եք վառվում։ Այս սրանից պետքա խոսանք։ Որտեւ իմացեք այդ նավթագազամուղերի օպերատորները, նրանց համար սրբությունը ոչ հավատքն է, ոչ շիիթն է, սունիթն է, քրիստոնյան, խաչապաշտ, ջհուդ, փողը։ Ամենամեծ սրբությունը այդ փողն է։ Դրա համար նրանք չեն ուզենա վնասներ կրեն, եթե ինչ որ մի պատերազմ լինի, իրանց գրպանները դուժեն էլի։ Դրա համար ես ասում, ես այն առաջի օրվանից ես նայեցի ֆոնդային բորսայի արձագանքին 44 օրյա պատերազմի։ Որտեվ փողն է կարևորը, կամ ու վայնա, կամ ու մայսրանա, փող աշխատել։ Այ մենք sense պետք է մտածենք, մենք պետք է մտածենք, որ Ալիևը այնտեղ բաներ ունի, գործընկերներ, որոնք նստած են այդ օպերատորներն են, այդ ֆիրմաներն են, այդ հարուստներն են, ովքեր ներդրումներ են արել այդ գազամուղերի մեջ։ Այդ երկրներն են եվրոպական, որ այսօր գոնե ինչ որ մի փոքր գազ կամ նավթ են ստանում, նավթամթերք, որ իրանց տրանսպորտը աշխատի, իրանց տնտեսությունը աշխատի։ Որ մենք սրա վերջը կտանք, սա կկտրենք։ Դուք էլի կգնաք կնեք ռուսի ոտերը, որ ձեզ գազ ու բան տա, նավթ տա, ոնց առաջ էր տալիս։ Այ եթե ձեզ հետաքրքիր օրինակ բացեք նայեք Նասերի հեղափոխության ժամանակ Եգիպտոսում երբ տեղի ունեցավ 60-ական թվերի վերջներ կարծեմ 70-ականների սկիզբ Սուեզի նեղուցը ընդհանրապես մի հատ նավ խորտակեց այնտեղ զիբիլը լցրեց որ ոչ մի նավ չգնա գա նա Սուեզի ջրանցքներ ուզում հետ վերցներ մտցներ Եգիպտոսի դիրապետության տակ
Եգիպտոսով անցնում այդ ջրանցքը, բայց ֆրանսիացիքիններ ու անգլիացիքին։ Եգիպտացիքին ասում են առած փող։ Այն որ հիմա Նիկոլն է ուզում անի այդ տրիպի հետ կապված։ Ու այսպես պատերազմ եղավ այնտեղ իրար մեջ էլի, տանկեր մտան Եգիպտոս, բայց Եվրոպայում այն ձևի ճգնաժամեր նավթային, որ մարդկանց նույնիսկ այն քարածուխով էին արդեն էլեկտրական ցանցերը աշխատում, մարդկանց արգելում էին ընդհանրապես վառելիք օգտագործել, նույնիսկ երկրներ կար, որ քրեական ինչ որ անիմաստ ծաղը սովորական մեքենայով մարդուն կարող է բռնեին ու դատ էին, էլի էտել էին առաջարկում, ծրագրում, որ պետքա շատ բան խնայող լինենք։ Այդ ձևի ճգնաժամում ա եղել Եվրոպան, ու այդ ժամանակ էր սովետական միությունը եկավ օգնության, էլի։ Իրա ճշնամուն սկսեցին նավթ ծախել Եվրոպային։ Այդ դրուժբայի այդ նավթամուղը եղել։ Հենց Բրեժնևի այդ ժամանակ գցեցին։ Այդ Սուեզյան ճգնաժամի հետո։ Դա համար հիմա էլի նույնը Եվրոպան շատ լավ գիտի, նույն սենց ասում է փոცხի վրա երկրորդ անգամ չի կանգնի։ Դրա համար մենք պետքա խոսանք, որ մենք չենք վախենում պատերազմից։ Եկեք, գանք ձեր նավթամուղերի մամանքը լացացնենք։ Պարսիկը մեզ կտա այդ նույն հատորթաչուն։ Մենք կհաղթենք։ Այսպես պետքա մենք խոսենք, որ մենք սրանից հաղթանակով դուրս գանք։ Այս իրավիճակում։ Սա հիմա ապաքաղաքական է, սա կապ չունի, սա ընտրությունների հետ։ Սա պետության գոյատևման իր տարածաշրջանային երկրների շարքում իր դիրքը ապահովելու ամրապնդելու համար է։ Այսին վերլուծությունը, էլի։ Ես գիտեմ, ինձ անասունը չի հետևում։ Անասունը կգնա, հիմարություններ կնայի։ Հենց որ խելացի մարդիկ, ովքեր ինձ համամիտ են, որ չպետք է մենք անընդհատ ոչներներս, քամակներս մտած, այդ վախը սարքենք, ֆոբիա, վայ, թուրքը կգա, մեզ վերջ տվեք։ Իսկ որ տեսնում եք ինչ որ մեկը տենց վախ է տարածում, լսեք, հայհոյանք մի գրեք, ընդհանրապես նրան էլ մի լսեք, անջատեք ու ձեր ծանոթներին էլ բանարեք, որ ընդհանրապես դրանց չհետևեն։ Մի հատ բացասական ինչ որ նամակներ գրեք այդ մարդկանց առանց հայհոյանքի, բանի, որ այդ մարդիկ հասկանան, որ դուք հրաժարվում եք այդ ձև մտածելուց։ Իսկ բանի հետ կապված այդ հայտարարություն, պատերազմ, խաղաղություն, լսեք, սա ոնց ձեզ ասեմ, սա սկզբում արվեց իմ կարծիքով, էլի, որտեղ Պարսկաստանի այդ իրավիճակը ուրիշ ձևով փոխվեց, էլի, նոր։ Նրա համար, որ ձայներ խլի Նիկոլ Փաշինյանը։ Եթե ոմանք ձեզանից չեն հետևել, երբ Ելցինի երկրորդ ընտրություններն էր 96 թվականին, երկրորդ տուր անցավ, էլի, ինքն ու Զյուգանովը։ Ելցինը շանս չուներ հաղթելու Զյուգանովին։ Բոլոր ռեյտինգներով Զյուգանովը առաջի տեղում էր։ Ու ամերիկյան տեխնոլոգները արդեն եկան օգնության Ելցինին, որտեղ պետք չէր Զյուգանովի վերառել իշխանության բարձրանալը։ Դրա մասին նույնիսկ ֆիլմ կա նկարված։ Եվ փորձեցին գտնել մարդկանց այդ վախերը, որի օգնությամբ Ելցինին իրանք փորձեն տեխնոլոգիան, էլի, բերեն իշխանության կրկին, որ մնա պրեզիդենտ։ Ու գտան պատերազմ։ Հասկացան մի բան իրենց հարցումներով, որ Ռուսաստանի ժողովրդի մեծամասնությունը վախենում է պատերազմից։ Ու ագիտացիան նենց գնաց, որ Զյուգանովը եթե գա լինելու է պատերազմ, ինչ որ հին կադրեր սկսեցին ցուցադրել սև ու սպիտակ քանդվող եկեղեցիներ, ոնց են իրանք ջարդում, պայթեցնում կամ այնտեղ Աֆղանիստանից թաղումներ, մի խոսքով, այդ վախի մթնոլորտը բարձրացրեցին Ռուսաստանում ժողովրդի մեջ, ու արդյունքում Ելցինը արդար ձևով հաղթեց երկրորդ ընտրությունները եւս։ Ու մնաց միջև արդեն վերջ, հետո փոխանցեց Պուտինին։ Այս ձև եղավ։ Դրա համար այս վախի մթնոլորտ ստեղծել պատերազմի նկատմամբ, այդ նույն տեխնոլոգիան հիմա սկսեցին օգտագործել Հայաստանում, որ ձեզ վախացնեն, իսկ նրանց մանգլավիկները սկսեցին իրանց ալիքներով այս թեզը տարածել։ Բայց աշխարհքաղաքական իրավիճակը նենց փոխվեց այդ մի շաբաթվա ընթացքում, որ դա մասամբ հնարավոր է դարձավ ճիշտ, որ Ադրբեջանը կարող է փորձի դրանով դառնա բանակցող կողմ Պարսկաստանի հետ։ Ու ինքը ասենց բենեֆիսներ իր տանի դեպի Իրան, դեպի Իսրայել, դեպի Թուրքիա։ Իսկ իմ կարծիքով Հայաստանը շուտով կթեքվի այդ նույն ծրագրի պահով Ռուսաստանի կողմը, ռուսական ծրագրով կլինի այդ միջանցքը։ Կարևորը
էլի եմ ասում, այդ փողը, այդ տրանզիտի այդ ամբողջ եկամուտները մտնի Հայաստանյան բյուջե։ Ու լիովին մտնի, այլ ոչ թե ինչ-որ տոկոսային հարաբերությամբ, էլի 100 տարով։ Ինձ համար մեկ է, ով տիրապետի, կարևոր է այդ փողը մտնի տնտեսություն, որ մեր բժշկությունը, մեր քաղաքաշինությունը, փողոցը, ասֆալտա, լույսը, տարբեր բաներ, որ երկիրը դառնա երկիր։ Ու այն փախած մարդիկ ոմանք հետ գան ու արժանապատիվ ապրեն։ Սա է։ Ինձ թվում է Ռուսաստանի հետ կսկսի համագործակցել Հայաստանը, որտեղ Պարսկաստանին ձեռնտու չի երբեք բանը այդ ամերիկյան տարբերակը, Ռուսաստանյանը նա կընդունի որոշ բաներով վերապահումով, որտեղ տեսեք, նույն պարսիկը երբեք չգիտի, այսօր Պուտինը կա, վաղը կարողա չլինի, ով կգա Ռուսաստանում իշխանության, նրանք ավելի հեռու են նայում։ Դե համար իրենց պետք է որ այդ միջանցքը վերահսկի Հայաստանը, ու Հայաստանը պետք է իրան ներկայացնի, որ ինքը կարող է։ Պետք եղավ, ձևը արդեն գիտե, նավթամուղերին հարվածել է։ Բեսպիլոտնիկներ, այդ անօթաչու սարքերը, որոնց շատ դժվար է հայտնաբերել, որ Պարսկաստանը պետք է կնքի Հայաստանի հետ ռազմավարական ինչ-որ մի դաշնագիր, սա էլ պետք է մենք մտածենք, միգուցե նոր սահմանադրության մեջ դա էլ մտնի, որ Պարսկաստանի հետ մեր հարաբերությունները։ Մի խոսքով, այսենց եմ ես մտածում, էլի։ Իսկ հիշեք մի բան, այս պատերազմից հետո Պարսկաստանը հնարավոր է ավելի հզորանա, որտեղ այս բանակցությունների ընթացքում նա խոսում է, որ դառնա իր վրայից անեն բոլոր պատժամիջոցները, որ կան, որ ինքը լիարժեք մտնի շուկա, տնտեսական շուկա, նավթային շուկա, այդ բանկային այդ ամեն ինչ իր վրայից հանվել, ինքը դառնա լիարժեք գործող պետություն, ում իշխանությունները միմյանց նկատմամբ կճանաչեն համ Միացյալ Նահանգները, համ Պարսկաստանը, դեսպանատներ կբացեն իրենց երկրում, միգուցե սրա շուրջ են հիմա խոսում։ Իսկ հիշեք, այդ տարբերակում Պարսկաստանը դառնում է երկրորդ բանը, հակառակորդը Ռուսաստանին, ռուսական այդ էներգակիրների շուկային, այլընտրանք է հայտնվում մի հատ էլ Պարսկաստան այնտեղ։ Եթե միջև դա Եվրոպան ու Միացյալ Նահանգները դիտարկում էին Միջին Ասիայի նավթամուղը, էլի, որ կտանեն կօգտագործեն Եվրոպայում, կփոխարինեն ռուսական այդ էներգակիրները դրանցով, էլի, Թուրքմենիա, Ղազախստան։ Հիմա միգուցե Պարսկաստանին է սկսեն առնել։ Հասկանում եք, շատ բան է փոխվելու ստեղ այս զինադադարից հետո, էլի, այդ պատերազմը ավարտվելուց հետո Պարսկաստան Միացյալ Նահանգներ։ Ու սա միգուցե այդ քամին է, որ կփչի մեր առագաստների մեջ, էլի։ Ու իսկականից մեր տունն էլ կլինի ուրախություն։ Սա է վերլուծությունը, գրեք հենց ձեր կարծիքը, ճիշտ եմ մտածում, թե ոչ։ Շնորհակալություն։